Որպեսզի մեր երկրում օտարերկրացիները կարողանան սահմանված ժամկետից երկար բնակվել, կացության կարգավիճակ է պետք։ Տրամադրման ամբողջ գործընթացը նախատեսվում է թվայնացնել։ Այս պահին գործում է Work Permit հարթակը միասնական էլեկտրոնային, որը աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակների տրամադրումն է։ Հետագայում նախատեսվում է թվայնացվել նաև այլ հիմքերով կացության կարգավիճակները։ Աշխատանքի հիմքից բացի մյուս հիմքերով, օրինակ ուսման ձեռնարկատիրության ընտանիքի հետ վերամիավորվելու դեպքում կացության կարգավիճակ ստանալու համար ներկայում օտարերկրացիները համապատասխան փաստաթղթերը պետք է անձամբ ներկայացնեն։ Գործող համակարգով քաղաքացին նախ եւ առաջ, որպեսզի ինքը ձեռք բերի կացության կարգավիճակ, ինքը պետք է ունենա հերթագրում։ Իսկ հերթագրումը շատ դեպքերում 2-3 ամիս է տևում, այսինքն հոսքը այնքան մեծ է, որ մի անգամից չի կարող քաղաքացին հերթագրվել եւ ասենք 2-3 կամ մի շաբաթվա ընթացքում այցելել։ Առնվազն ինքը պետք է սպասի 1-2 անգամ մինչեւ 3 ամիս։ Լինում են նաեւ դեպքեր, երբ փաստաթղթերը ամբողջական չեն եւ անձը ստիպված է նորից մոտենալ գրասենյակ։ Այնուհետև գործընթացը սկսվում է, դիմումը ընդունվում է եւ որպեսզի դիմումին ընթացք տրվի, պետք է կատարվեն հարցումներ տարբեր պատկան մարմիններին։ Սա նույնպես որոշակի ժամանակ է ենթադրում։ Գրավոր գրություն է կազմվում, ուղարկվում է այդ մարմնին, այնուհետև այդտեղից գալիս է պատասխան, նոր որից հետո դրական պատասխանի դեպքում արդեն տպագրվում է քարտը եւ քաղաքացին կարող է գնալ իր քարտը ստանալ։ Համակարգը նախատեսվում է գործարկել 2026-ի օգոստոսից։ Եթե ներկայում անձը մինչև 3 ամիս սպասում է իր հերթին, որից հետո եւս մոտ 2 ամիս սպասում կացության քարտը ստանալուն, ապա այս դեպքում ժամանակը կկրճատվի, նշում են պատասխանատուները։ Երբ օտարերկրացին առցանց գծի պահանջվող փաստաթղթերը եւ աշխատակիցը տեսնի որևէ թերություն, կուղարկի ծանուցում լրացնելու համար։ Գրասենյակ այցելելու կարիք չի լինի։ Ֆիզիկական ներկայություն պահանջվելու է միայն կացության քարտը ստանալու ժամանակ, իսկ համակարգը գործելու է նույն սկզբունքով, ինչպես ներկայում գործող Work Permit.am հարթակն է։ Անձը կարող է գրանցվել, անցնել խիստ նույնականացում, որից հետո ունենալ իր օգտանունը եւ գաղտնաբառը եւ մուտք համակարգով մտնի իր անձնական օգտահաշիվ։ Նմանատիպ բովանդակությամբ նաեւ լինելու են մյուս կացության կարգավիճակները եւ հարթակը աշխատելու է նույն բնույթով։ Թվային համակարգը հնարավորություն է տալու նաև արագ ամբողջական վիճակագրություն ստանալ, որը ներկայում ձեռքով է արվում ու երկար ժամանակ պահանջում։ Լիանա Խաչատուրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։